Պարոն Կարապետյան, իշխանականները պարբերաբար հարցումներ են հրապարակում ու որ իրենք հաղթում են, իրենք մտածելու ոչինչ չունեն, բայց շարունակում են ընդդիմադիրներին թիրախավորել։ Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ նրանք թաքցնում են Ամերիկայի հարցումները, սոցհարցումները։ Ինչու են շարունակում թիրախավորել ընդդիմադիրներին, եթե իրենք վախենալու ոչինչ չունեն։ Հարցեր այսօր մենք տեսանք, որ վերջապես մի քանի շաբաթ հետո իրենք հրապարակեցին, մի քանի շաբաթ հարցումը ավարտելուց եւ մի քանի շաբաթ հարցման վրա աշխատելուց հետո նրանք հրապարակեցին իրենց ունեցած հարցման տվյալները, որտեղ ընդդիմության ձայների հետ կապված կա բավականին հետաքրքիր տարօրինակ դինամիկա, բայց մի հատ բան, ասեմ անգամ իրենց արած հարցումներով։ Դուք նկատել եք, որ 53% հավաքած իշխանությունը անգամ իրենց հարցումով 24% է հավաքել։ Երկու անգամ քիչ։ Անգամ իրենց հարցումով ոչ թե ինչ որ ուրիշ ուժերի իրենք մեծամասնություն հավաքած իշխանությունը 24% է հավաքել։ Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ։ Անգամ իրենց այս ռեդակցիա արած հարցման արդյունքում իրենք խնդիր ունեն ու իրենք գիտեն այդ խնդիրը, գիտեն որ հասարակության մեծ մասը հիասթափված է, որովհետև եղել են սիրուն խոսքեր, մեզանից ավելի սիրուն են խոսացել, բայց չեն եղել տակը քայլեր, գործեր։ Ես նաև ողջունում եմ հրապարակումը այդ հարցումների, որը ցույց տվեց իրենց իրական վարկանիշը եւ հետագայում էլ նաև ցույց կտա ընդդիմության իրական վարկանիշը։ Հարցումը իրականացվել է մինչև մեր կուսակցության հիմնադրման նիստը, Սամվել Կարապետյանի վարչապետ հայտարարելը մեր եւ նաև հարցման ընթացքում մեր ունեցած տվյալներով հիմնականում տոկոսային առումով շատ բարձր են իրենք դրել այն մարդկանց թիվը, ովքեր որ իշխանական օրենտացիա են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ, նորմայից 50%-ից բարձր։ Այդ տեխնոլոգիային մենք տիրապետում ենք, հասկանում ենք ինչ քայլեր են իրենք արել, բայց անգամ այդ քայլերը անելուց հետո իրենք երկու անգամ անկում ունեն իրենց խոսքերով։ Պարոն Կարապետյան, ներողություն, դուք կարծում եք, որ այս հարցման արդյունքները արտացոլվելու են համապետական ընտրությունների արդյունքներում։ Ես կարծում եմ, որ այս հարցման արդյունքները չեն արտացոլվելու, քանի որ այստեղ ընդդիմության ձայների հետ կապված տեղի ունեցել բավականին ճկուն Գիտեք, հարցումների մեջ ամենակարևոր բանը, թե որ բազայինն ես հարցնում։ Եթե հարցման մեջ ընտրում ես հատուկ բազա, որը ունի իշխանական տեսակետ, բազան փոխվում է դեպի իշխանական։ Կա դա ամբողջական գիտություն է եւ պրոֆեսիոնալները այնպիսի բազա են ապահովում, որ իրական ընտրության մասնակցողների թվին ու բազային համահունչ լինի։ Իմ կարծիքով իրենք ունենալու են այդ ձեր ասած 24-25-ը հետագայում ինչ որ ձև կարող է փոփոխվել, բայց արդեն այն մեծ վարկանիշները, որ իրենք ունեին իրենց խոստումների արդյունքում, այդ 50%, 40%, այդ վարկանիշների մասին երազելը արդեն ուշ է։ Իրենք էլ գիտեն այդ մասին եւ այդ իսկ պատճառով տարբեր օրակարգեր են ուզում մտցնեն, որպեսզի փորձեն ժողովրդավարական process-ների հետ կապված ինչ որ սահմանափակումներ մտցնել։